Ինչ վերաբերում է զոհերի թվերին, գիտեք, ձեր քաղաքական թիմից այնքան տագեղ, այնքան զզվելի ու մանիպուլատիվ ձևով 2020 թվականին այդ թվերը ուռճացվում էին, հիմնականում են տունը նստած դիվան քշողների կողմից, որոնք սա ամբողջ պատերազմի ընթացքում իրենց տան դիվանը քշելուց բացի ուրիշ բան չեն արել, եւ այնպիսի ոգևորությամբ էին այդ հազարները ավելացվում, որ մարդու իրապես զզվանքը գալիս էր, որ այդ տեսակ մարդկանց հետ նույն փողոցներով քայլում ենք։ Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, պարոն Դանիելյան, պաշտոնական թվերը, որոնք որ հնչեցվել են զոհերի վերաբերյալ, ճշմարտություն են եւ իրականությանը համապատասխանում են, եւ մենք այսօր էլ մեր տղաներին նվիրված տարբեր հուշարձաններ ունենք, տարբեր վարչական շրջաններում եւ ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ մենք մի մեծ պուրակ ենք կառուցում նվիրված 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորներին։ Արձագանք։ 17 թվականի հետ կապված, այնուամենայնիվ ձեր քաղաքական թիմը կամ երկրաշինքը չբողոքարկեց այդ ընտրությունների արդյունքները։ Իսկ թվի հետ կապված դուք իմ հարցին չպատասխանեցիք, թե ինչքան երևանցի հերոս տղեկ ընկան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այո, պարոն Դանիելյան, չբողոքարկեց, դուրս եկավ փողոց եւ դուրս վռնդեց բոլոր այն մարդկանց, ովքեր որ կեղծել էին այդ հենց 17 թվականի եւ դրանից առաջվա ընտրությունները։ Արշակ Սարգսյան։